Որոնք են այն վարժությունները, որոնք դու պետք է թողնես բասկի երկգլուխ մկանի մարզման համար։ Դրանք 5-ն են, որոնք մաքսիմալ կմեծացնեն քո բիցեպսները։ Dumbbell curl վարժության առանձնահատկություններից մեկը այն է, որ յուրաքանչյուր ձեռքը աշխատում է առանձին, որը հնարավորություն է տալիս ձեռքերը մարզել բալանսավորված, նվազեցնելով ուժային անհավասարությունը։ Գանտելները թույլ են տալիս կատարել սուպինացիա, որը նույնպես մտնում է բիցեպսի ֆունկցիայի մեջ։ Որքան էլ կարող է թվալ տարօրինակ, այս հնգյակում սա միակ վարժությունն էր, որը մենք կատարում ենք ազատ քաշով։ Cable curl with rope մկանը մշտական լարված է շարժման ամբողջ ընթացքում, մալուխը պահում է դիմադրությունը սկզբից մինչև վերջ, ընդհանուր շարժումը բնական է եւ անվտանգ հոդերի համար։ Դաստակը հարմար դիրքում է, վարժությունը ապահովում է անվտանգ պտույտ շարժման ընթացքում։ Մաքսիմալ քիչ է ծանրաբեռնում արմունկները։ Եթե համեմատենք hammer curl-ի հետ, որը նույնպես շատ լավ վարժություն է, rope curl-ի լարումը մշտական է, իսկ hammer-ինը փոփոխական։ Անվտանգության տեսանկյունից rope-ը ավելի ապահով է, քան hammer-ը։ Մկանի լարումը առաջին դեպքում ավելի երկար է, քան երկրորդինը։ Cable preacher curl Սկոտ մարզասարքի եւ կրոսովերի օգնությամբ կատարվող վարժություն, որը հիանալի լուծում է երկգլուխ մկանի մեկուսացման համար։ Ֆիքսված դիրքի շնորհիվ խուսափում ենք այլ մկանների աշխատանքից, որի շնորհիվ հաղթահարող ուժի ժամանակ զգում ենք միայն մեր բիցեպսը։ Cable curl վարժությունը կատարելիս ունենք ավելի կայուն եւ վերահսկելի շարժում իր հստակ ուղղության շնորհիվ, որը իր հերթին թույլ է տալիս կենտրոնանալ մկանի աշխատանքի վրա, ոչ թե կշռի վերահսկման։ Շարժման ընթացքում մկանը գրեթե միշտ լարված է եւ հաղթահարող ուժի ժամանակ եւ զիջող ուժի ժամանակ։ Եթե համեմատենք barbell curl-ի հետ, հետազոտությունները ցույց են տվել, որ երկուսի դեպքում էլ բիցեպսի չափերը աճել են նույն ձևով, նույնքան աճ են տվել անկախ նրանից, որ տարբեր է եղել շարժման անկյունները։ Լավագույն ուժային աճը որոշ անկյուններում եղել է ավելի barbell curl-ի դեպքում, բայց մկանների հիպերտրոֆիան եղել է փոխադարձ օգտակար միևնույն չափով։ Սակայն ինչու եմ ես առանձնացրել cable curl-ը, քանի որ ավելի անվտանգ է, ունի շարժման հստակ ուղղություն եւ կարողանում ենք վերահսկել ձեռքերի աշխատանքը։ Biceps machine ամենապարզ եւ ամենապրակտիկ բիցեպսի վարժությունը, պարզապես նստիր, ընտրիր քաշը եւ կատարիր։ Լավ կողմերից է, որ ֆիքսում է ուսը եւ արմունկը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիքսված ուղի ունեցող վարժությունները ապահովում են կայուն եւ բարձր մկանային ակտիվացում, հատկապես մեկուսացնող շարժումների դեպքում։ Իսկ ճիշտ մարզվելու եւ հաջորդ էֆեկտիվ վարժությունների ցանկը իմանալու համար բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին։